911 Ռադիո Արևիկի եթերում 911 հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Բարի օր եմ մաղթում բոլորին եւ հիշեցնում, որ ամեն չորեքշաբթի ժամը 14-ին արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ ձեր ուշադրության ենք ներկայացնում օգտակար զրույցների շարք, որոնց հետևելով կիմանանք, թե ինչպես պետք է վարվել վտանգավոր ու բարդ իրավիճակներում։ Ձեր հարցերը հաղորդման փորձագետին կարող եք ուղղել Ռադիո Արևիկի Facebook-յան էջի կամ Ռադիո Արևիկ @radio.am էլեկտրոնային փոստի միջոցով։ Սպասում ենք արձագանքներին եւ սկսում այսօրվա զրույցը։ Մեր հյուրն է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը։ Պարոն Մաթևոսյան, դեկտեմբերի 7-ին կլրանա Սպիտակի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը։ Երկրաշարժ թեմայով սա մեր երրորդ հաղորդումն է։ Նախորդ հանդիպումների ժամանակ դուք հաճախ եք նշում, որ 88 թվականի երկրաշարժը գուցե այդքան աղետալի չլիներ, եթե մենք պատրաստ լինեինք դրան։ Իսկ ինչու պատրաստ չէինք, պարոն Մաթևոսյան, կարող եք նշել հիմնական պատճառները։ Մի շարք պատճառներ կային, ամենաառաջին եւ ամենահիմնական պատճառն այն էր, որ Խորհրդային Միությունում Հայաստանի տարածքի համար իջեցված էր սեյսմոկայունության ցուցանիշը, փաստորեն շենքերը կառուցված էին 7-ից 7.5 բալ ուժգնությամբ երկրաշարժի համար, բնականաբար նման ուժգնությունից բարձր ուժգնությամբ երկրաշարժերի դեպքում տվյալ շենքերը չէին կարող դիմանալ։ Եթե դրան էլ գումարենք շինարարների կողմից ոչ բարեխիղճ աշխատանքը որոշակի տոկոս եւ դրան գումարենք բնակչության կողմից ոչ բարեխիղճ շահագործումը շենքերի, դրան գումարենք նաեւ այն բոլոր ցուցանիշները, որոնք ընդհանրապես տարածքը դարձնում են խոցելի, օրինակ ասենք խիտ բնակված լինելը, բարձրարկ շենքերի առկայությունը, բազմաբնակարան շենքերի առկայությունը եւ ոչ սեյսմիկ այդպես։ Բացի դրանից գիտակցության մակարդակը, գիտելիքի մակարդակը, շատ այսպիսի պատճառներ կային, որոնք բերեցին նման երևույթների։ Պատկերացրեք, որ հանրապետության տարածքի 40%-ը փաստորեն ենթարկվեց այդպիսի ցնցումների, մի տարածք, որտեղ բնակվում էր 1 միլիոն մարդ, 514,000 մարդ մնաց անօթևան, 25,000 զոհ, 20,000 միայն վիրավորներ, տուժածներ, որոնք այս կամ այն վնասվածքներ ունեին, 12,500 հոսպիտալացված մարդիկ։ Ընդ որում սրանք դեռևս, որ ասում եմ, եթե ասում եմ 20,000 վիրավորվածներ կամ 25,000 զոհեր, ձեզ ասեմ, որ փլատակների տակից հանվել է 45,000 մարդ։ Ուզում եմ ասել, որ բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել, բայց եւ այնպես ինքը շատ թվային տեսակետից բավականին լուրջ վնասներ էր, որը որ մենք կրեցինք։ 346 գյուղ է փաստորեն վնասվել, 21 քաղաք։ Ահա այսպիսի խոշոր բաներ, որ ես հետո էլի կավելացնեմ իհարկե հետևանքների մասին, որովհետև յուրաքանչյուր հետևանք մտածելու տեղիք է տալիս։ Հիմա երբ շուրջ 3 տասնամյակ է մեզ բաժանում այդ օրերից, կարող ենք ասել, որ մենք բավարար դասեր ենք քաղել այդ աղետից եւ կարող ենք դիմակայել նման ցնցումների։ Գիտեք, ասել, որ բավարար դասեր ենք քաղել, դա այդքան էլ ճիշտ չի լինի, բայց որ դասեր քաղել ենք, դա միանշանակ է ու բավականին շատ դասեր ենք քաղել։ Ինչու բավարարի մասին չեմ խոսում, որտեղ ամեն ինչ զարգանում է եւ ոլորտը նույնպես զարգանում է, մշտապես զարգացման հետևից պետք է կարողանանք գնալ։ Բայց ինչ ենք մենք արել, ինչու ես ասացի, որ բավականին դասեր քաղել ենք։ Առաջինը մենք այդ ժամանակահատվածում Սպիտակ երկրաշարժի ժամանակ Խորհրդային Միությունում ընդհանրապես փրկարարներ գոյություն չունեին։ Փրկարարը որպես մասնագիտություն պարզապես չկար։ Միայն հանքախորշերում փրկարարական աշխատանքների մասին էին խոսում։ Այս առումով այսօր մենք ունենք բավականին հզոր փրկարարական ուժեր եւ ծառայություններ ունենք։ Բացի այդ, այս ոլորտում կառավարման համակարգ գոյություն չուներ։ Այսօր դուք գիտեք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը որպես ոլորտը կառավարող համակարգ բավականին լուրջ արդեն համակարգ է իր կրթական համակարգով, որը հնարավորություն է տալիս նաեւ գիտելիքի վրա աշխատել։ Բացի այդ, բարձրացվեցին սեյսմակայունության պահանջները, մշակվեցին նոր նորմեր, 2-3 անգամ հաստատվեց եւ ճշգրտվեց, եւ ներկայիս շինարարությունը նախորդ շինարարությունների նման չենք կարող մենք համարել, այնպես որ բավականին հետաքրքիր դասեր ենք քաղել։ Արդյոք մենք կարող ենք 100%-ով դիմակայել նման աղետներին։ Տոկոսը ասելը դժվար է, բայց որ մենք կդիմակայենք ավելի լավ, քան մենք դիմակայել ենք մի քանի անգամ, դա հաստատ է։
Իսկ որ բաց թողումները կառանձնացնեիք հատկապես, որոնք եք առաջնային համարում։ Գիտեք, ես ամենաառաջնային համարում եմ մինչև երկրաշարժը տեղի ունեցող երևույթները։ Դա շենքերի կայունությունն է, դա կազմակերպությունների կայուն գործունեությունն է, դա մարդկանց գիտելիքի բարձրացումն է, դա շահագործման կուլտուրայի ձևավորումն է, որտեղ այն շահագործումը շենքերի, որոնք մենք ենք իրականացնում, դրանք շենքը դարձնում են խոցելի։ Այսինքն կարող է շենքը լավ կառուցված լինել, բայց մարդու ոչ ճիշտ շահագործման հետևանքով այն կարող է դառնալ խոցելի։ Այսինքն ամենակարևորը դա մինչև երկրաշարժը մարդկանց պատրաստվածության շենքերի շինությունների շահագործման խնդիրներն են։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը։ Ես դարձյալ թվային տվյալներ բերեմ, որ միտքս ավելի պարզ արտահայտեմ։ Մենք ունեցել ենք 116,400-ին մոտիկ մոտավորապես տարահանված բնակչություն։ Կին, տղամարդ, երեխաներ, որոնցից 74,000-ը Հայաստանից դուրս են գնացել։ Նրանց մեջ մենք ունեցել ենք 32,000 երեխա։ Իսկ 20,000 երեխա նրանք մնացել են առանց դպրոցի եւ հետո բախվել են այլ դպրոցների վրա ուսուցում շարունակելու համար։ Մենք այն ժամանակ չենք մտածել, որ կարող է երկրաշարժի հետևանքով դպրոցներ ավերվեն, երեխաները մնան դրսում, իսկ եթե երեխաները կտրվում են կրթությունից, ապա դա շատ վտանգավոր է երեխայի համար։ Մենք կարող ենք երեխային պարզապես կորցնել որպես վաղվա քաղաքացի։ Այս առումով մեր քաղաք դասերից մեկն էլ դա է, թե ինչպես անել, որ արտակարգ իրավիճակներում կրթությունը լինի շարունակական։ Պարոն Մաթևոսյան, անդառնալին զոհերն էին, որ ունեցանք, թեև ողջ աշխարհը օգնության ձեռք մեկնեց, բայց մենք մարդկային մեծ կորուստ ունեցանք։ Եկեք խոսենք նաև բարոյահոգեբանական վնասների եւ մարդկանց ճակատագրերի մասին։ Շատ հետաքրքիր հարց է, ընդհանրապես բարոյահոգեբանական կողմը կապված է նաև տնտեսության հետ, ապրելու կենսամակարդակի հետ, ապրելու համար պայմանների հետ, որոնք որ ձևավորվում են տվյալ ժամանակահատվածում։ Օրինակ, եթե մենք հաշվի առնենք, որ այդ տարիներին միայն 40 կիլոմետր երկաթգիծ էր շարքից դուրս եկել Երևան-Թբիլիսի երկաթգիծը, փաստորեն մենք երկաթգծով չունեինք կապ այլ երկրների հետ, բնականաբար ճանապարհային հատվածներ, դրան գումարած 80 կիլոմետր երկարությամբ էլեկտրական գծեր էին շարքից դուրս եկել, հետևաբար էլեկտրամատակարարումը փաստորեն չկար։ Այդ տարիներին գոյություն չուներ ընդհանրապես բջջային կապ, թելային կապեր եւ 117 համայնք մնացել էր առանց կապի միջոցների։ Փաստորեն մարդիկ միմյանց հետ կապ չունեին, տեղեկատվության փոխանակում տեղի չէր ունենում, ճանապարհները խցանված էին եւ մարդկանց կենսապահովման խնդիրները գտնում էին շատ ցածր մակարդակի վրա, պարզապես պայմաններն էին այդպիսին, որ հնարավոր չէր դա անել։ Պատահական չի, որ 113 երկրներ օգնության ձեռք մեկնեցին Հայաստանին, չհաշված Խորհրդային Միության մնացած 14 հանրապետությունները։ Ահա այսպիսի իրավիճակում, երբ մարդը չունի հագուստ, չունի բնակվելու տեղ, չունի ապրելու միջոցներ, չունի ծածկ եւ այլն, բնականաբար մարդկանց հոգեբանական ներքնաշխարհը խառնվում է իրար եւ մարդը հայտնվում է ծանր վիճակում։ Մեկ ուրիշ հետաքրքիր փաստն այն է, որ երբ սկսվեց արդեն օգնությունը մարդկանց, այստեղ էլ չափը անցանք նրանով, որ երկարատև սկսեցինք իրականացնել մարդասիրական օգնությունը։ Երկարատև մարդասիրական օգնությունը դեգրադացնում է բնակչությանը։ Ինքը շատ մեծ վնաս կարող է պատճառել հոգեբանական մարդկանց հետ։ Ես կուզենայի շատ հետաքրքիր մի բան պատմել։ Մենք գիտաժողով էինք կազմակերպել եւ հրավիրել էինք այն բոլոր փրկարարներին աշխարհի տարբեր երկրներից, 16 երկրներ էին, որոնք որ Հայաստանում փրկարարական աշխատանքներ էին կատարել երկրաշարժի ժամանակ։ Եվ ահա ֆրանսիացիները խնդրեցին, որ մենք գտնենք մի կնոջ Լուսինե անունով, որին որ փրկել էին իրենք 6-րդ օրը։ Դա շատ հազվագյուտ է լինում, որ 6 օր մարդը կարող է փլատակի տակ մնալ։
Եվ երբ նրան ասում են, որ դուրս գա, ինքը դուրս չէր գալիս, դրա համար նկարել էին ու ցուցադրեցին, թե ինչ է տեղի ունեցել մարդու հոգեբանության հետ։ Բայց մարդը ասում է, որ ինքը խոհանոցում աշխատում էր, մեկ էլ հանկարծ ինչ որ ձայներ լսեց բան եւ ուստի է գալիս ինչ որ մի փոքր տեղ փորատակների տակ, հետո էլ երբ որ սկսում է աշխատել ուղեղը, գիտակցության է գալիս, ինչ որ ձայներ են, բան են անծանոթ, ու դա իրեն վախեցնում է, դրա համար չի ուզում ինքը դուրս գալ, մտածում է անծանոթ մարդիկ են բան, մաքուր տիպիկ հայ կնոջ մտածողություն, լրիվ հակառակ բան է, բայց երբ որ բնակիչը սկսում է մտածել, որ բոլորը պարտավոր են իրենց համար ինչ որ բաներ անել, սա դեգրադացիա է արդեն։ Ես կուզենայի մի հետաքրքիր պատմություն անել։ Ընտրեմ։ Ուրեմն մենք վրաններ էինք կառուցում Նալբան գյուղի դիմաց մի հատ շատ հարթ տեղ կա, գիտեք, որ Նալբան գյուղը հենց էպիկենտրոնն էր եւ մեծ վրաններ ենք տեղադրում ու աղմուկ է գալիս։ Ես գալիս եմ պարզելու, թե ինչ է տեղի ունենում, մի ընկեր բնակիչ իրեն երկաթի կտորն է ուզում, որով փորձեր են կապել պարանի փոխարեն, որ վրանի պոչը կապեն ինչ-որ տեղից։ Հիմա ասում եմ ինչ ա եղել, ասում եմ այս մարդը, ասում եմ իմ երկաթը տվեք, ասում ենք հենա երկաթը էլի վերցրու, չէ, ես իմ երկաթն եմ ուզում։ Ես մոտեցա այդ մարդուն, հարցնում եմ ինչ ա պատահել, ինքը երբ նայեց ինձ, ես տեսա, որ կենդանի աչքեր չկան։ Ինքը նայում է ինձ, բայց կյանք չկա։ Ես նոր մեր տղաներին ասացի, որ դուք չեք տեսնում այս մարդու վիճակը։ Տվեք իրանը, դուք վերցրեք։ Այսպիսի բաներ են լինում։ Հուզիչ։ Բացի նշվածներից, էլ ինչ կորուստներ ունեցանք երկրաշարժի ժամանակ։ Գյուղատնտեսության ոլորտում, եթե մենք վերցնենք, բավականին լուրջ կորուստներ ունեցանք։ Եվ խոշոր եղջերավոր անասունների, եւ ոչխարների խոզերի։ Օրինակ խոշոր եղջերավոր անասուններից 24000 գլուխ է ոչնչացել, 45000 ոչխար է ոչնչացել, 80000-ի մոտ խոզ է ոչնչացել, 8000-ի մոտ խոզ է ոչնչացել։ Բացի դրանից 317 էլեկտրական ենթակայաններ են կանգնել։ Գյուղատնտեսության ոլորտում 2 կաթի գործարան է ավերվել, 2 մսի կոմբինատ է ավերվել եւ 4 թռչնաբուծական ֆերմաներ են ավերվել։ Հսկայական վնասներ են եղել, 97 դպրոց է շարքից դուրս եկել, ամբողջապես ավերվել։ 20000 երեխա մնացել են առանց դպրոցի, 200,000 երեխա 20000 ուսուցիչ աշխատանք չեն ունեցել։ Գործարանների կորուստի պատճառով 80000 աշխատատեղ է կորել։ Պատկերացնում եք ինչի մասին եմ խոսում։ Սրանք բոլորը տնտեսական կորուստներ են, որոնք որ երկրորդային կորուստներին եթե գումարում ենք, ինքը ամենևին այն 16 միլիարդը չի, որի մասին մենք խոսում ենք տնտեսական կորուստներով։ Ինչու՞։ Որտեվ եթե 84000 մարդ աշխատատեղն է կորցրել, 20000 ուսուցիչ է, արդեն 100000 արեց։ Եվ մարդը եթե չի աշխատում, աշխատավարձ չի ստանում, գնումներ չի կատարում, խանութները, որոնք շարքից դուրս են եկել, վաճառքի տեղ չկա, հետևաբար դեպի գանձապետարան գումարներ չեն գնում, հարկեր չեն ձևավորում եւ այլն, բայց մարդը ունի գումարներ ծախսելու անհրաժեշտություն։ Եվ ինքը եւ դա կարող է տասնյակ տարիներ տևել աշխատատեղերի վերականգնումը։ Այս առումով նման կորուստները, որոնք առաջին հայացքից են երկրորդային, կարող է իրենք հետագայում շատ ավելի մեծ կորուստների տեղիք տան, քան անմիջական այն տնտեսական կորուստն է եղել, որը որ մենք ունեցել ենք այդ տարիներին։ Հիմա գործնական խորհուրդներին անդրադառնանք եւ այսպես ինչ անել ցնցման պահին, ինչպես պաշտպանվել եւ ինչ չի կարելի անել այդ ընթացքում։ Ինչու չի կարելի խոճապի մատնվել։ Ուրեմն ես դարձյալ 3 մասի կբաժանեի, որտեղ շատ եմ կարևորում մինչև երկրաշարժը մարդու պահելաձևը։ Մարդը իր ձեռքով չփչացնի այն, ինչ ինքը ունի։ 1. Ինքը փորձի հասկանալ, ճանաչել իր ապրած շենքը, որտեղ է ինքը ապրում, այդ շենքում ինչ անվտանգ տեղեր կան, ինքը փորձի քայլել, թաքնվել այդ անվտանգ տեղ, վարժանքներ կատարի, երեխաներին սովորեցնի, փորձի լքել շենքը,
քանի վայրկյանում կարող չէ որ մարդը երբեք ինքը իրենով չի զբաղվում նման բաներով օրինակ ես չգիտեմ որևէ ընտանիք որը որ նման հարցով զբաղվի այսինքն իր անվտանգության հարցը իր տեսադաշտից դուրս է գուցե դա նրանից է որ խորհրդային միության ժամանակ կառավարումը եղել է խիստ կենտրոնացված ամեն ինչ պետական եւ պետությունը պետք է աներ բան եւ մարդը հետ է սովորել ինքը իր անվտանգությունը ապահովելու տեսակետից կարծում եմ որ ամենակարևորը հետ բերելն է յուրաքանչյուր մարդ պետք է հոգա նաև այն ինչ պետությունը կանի թողանի բայց յուրաքանչյուր մարդ ինքը պետք է հոգա նաև իր անվտանգության մասին սա շատ կարևոր է շահագործումը եւ իր վերաբերմունքը իր ընտանիքի անդամներին տեսեք ամենապրիմիտիվ բանը որ ասեմ սպիտակի երկրաշարժից հետո տասնյակ մարդիկ իրար կորցրեցին Եվ մարդիկ հայտարարություններ էին գրում, չգիտես, ման էին գալիս բան, այդ չի կարելի ասել երեխեք, եթե հանկարծ իրար կորցնենք, քաղաքի ես ինչ հատվածում եկեք ամեն ուր փաթոր ժամը 5-ին մեր ցեղով հանդիպենք, տեսնենք, որը սա կենթանի, որը որտեղ է։ Պրիմիտիվ բան է, չէ, բայց ինքը շատ մեծ խնդիրներ կարող է լուծել, ահա սա մինչև երկրաշարժը։ Եվ եթե տիրապետում ես, ճանաչում ես անվտանգ տեղերը, վարժանքներ արել ես, բնականաբար քիչ խոճապի կմատնվես։ Որովհետև եթե դու չգիտես ինչի հետ գործ ունես, ինչ էլ անենք խոճապի կմատնվեն։ Հետո պետք է իմանալ, որ հենց առաջին ցնցումից հետո դուրս գալ չի կարելի, խոճապի պետք չի մատնվել։ Երկու ցնցումների միջակայքում եղած ժամանակը պետք է արդեն բավարարեցնել շենքը լքելու համար։ Եվ խուսափել ընկնող ամեն ինչից, ապակու կտորներ կլնեն, ծեպ կլնի, վերևից ընկնող ինչ-որ իրեր կլնեն, այս բոլորից խուսափել։ Եվ կարևոր է նաև երկրաշարժից հետո եթե վերադառնում ես, ինչպես մտնել մութ տարածքներ, որ պայթյուններ չլնեն, հրդեհներ չլնեն եւ այլն եւ այլն։ Ռադիո Արևիկի եթերում 911 հաղորդաշարներ մեր հյուրն է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը կհանդիպենք հաջորդ չորեքշաբթի հաղորդումը վարեց Տաթևիկ Շատյանը։ 911